Կարդում ենք առաջին Կորինթացիների 6:18-20 Փախեք պոռնկությունից, ամեն մեղք, որ մարդ գործում է, դուրս է իր մարմնից, բայց պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ Ինչ դուք չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, որն Աստծուց ունեք ձեր մեջ եւ դուք ձեր Տերը չեք, որովհետեւ մեծ գնով գնվեցիք, հետեւաբար փառավոր եք Աստծուն ձեր մարմնի եւ ձեր հոգու մեջ, որոնք Աստծունն են։ Paul makes this declaration to us Աստված Պողոս այս հռչակումն է անում, այս հայտարարությունն է անում էս, that you are a temple of the որ Holy դուք Spirit. հանդիսանում եք Սուրբ Հոգու տաճարները։ This is individual, Սա շատ անհատական է, this is personal. անձնային է, He's telling you've been ու հենց purchased, ձեզ է ասում, որ դուք գնվեցիք purchased by the blood of Christ. Հիսուս Քրիստոսի արյունով, He has purchased you in order to dwell in you. ու ձեզ գնեց, որպեսզի հետո ձեր մեջ բնակվի։ Earlier in chapter 3 of the same letter, he said the church is the temple of Ու God. ավելի շուտ նույն գրքի 3-րդ գլխում ասում է, որ եկեղեցին է Աստծո տաճարը։ Both things are true. Երկուսն էլ ճիշտ են։ Individually, you are a temple of the Holy Spirit. Անհատապես դուք հանդիսանում եք Սուրբ Հոգու տաճար, Corporately, the church is ու the նաև temple ընդհանուր եկեղեցին նույնպես տաճար է։ of the Holy Spirit. Sուրբ Հոգու տաճար։ It is God's nature to dwell Սա in us. Աստծո էությունն է, նա ուզում է բնակվել մեր մեջ, ապրել մեր մեջ։ It is what perhaps we would call a characteristic behavior. Սա մենք կոչում ենք այդ բնավորության վերաբերմունք։ God is a God who forgives. Աստված է ով ներում է, This is his nature to forgive. սա նրա էությունն է, որ ների։ It is his nature to love. Նրա էությունն է, որ սիրի մարդկանց։ It is his nature to heal. Նրա էությունն է բժշկել։ And all of these things, it reveals something about God. Ու այս ամենը հայտնում է հենց Աստծո մասին։ Now he has chosen to purchase us and dwell in Նա us. ընտրել է մեզ գնել ու բնակվել, ապրել մեր մեջ։ It is a beautiful image of God's desire to have this Սա relationship. գեղեցիկ պատկեր է, որ Աստված փափագում է մեզ հետ ունենալ այդ հարաբերությունները։ We have to have faith that Մենք God has պետք է done this հավատ for us. ունենանք, որ Աստված կանի այս ամենը մեզ համար, That God has chosen որ Աստված ընտրել է to dwell in us. մեզ մեր մեջ բնակվելը։ No matter what the enemy says, Անկախ նրանից ինչ կանի թշնամին, you may not be worthy. միգուցե կասի, որ դու արժանի չես, I've done too much. I've sinned too much. որ շատ մեղք եմ գործել, I don't have any excuse that the devil wants to bring. ու ցանկացած պատրվակ կարա սատանան բերի։ We have to remember the devil is a liar. He only speaks Բայց lies. պետք է հիշենք, որ նա ստախոս է ու միայն ստեր է խոսում։ God has chosen to dwell Ու in Աստված you, ընտրել է, որ բնակվի ձեր մեջ, to live in you. ապրի ձեր մեջ։ You welcome him. Ու դուք պետք է ընդունեք նրան, It's his house. դա նրա տունն է, He bought it. գնել են այդ տունը։ You are his. Դուք նրան եք պատկանում, So we recognize that is protected in the sense by this cleansing of the blood. ու նա պաշտպանում է իր արյունով մաքրում է այդ In բնակարանը։ other words, Satan comes with accusations. Սատանան գալիս է դատապարտություններով, We must protect this house. դրա համար մենք պետք է պաշտպանենք այս տունը, The blood that purchased it is the blood that protects it. ու այն արյունը, որը մաքրել է ձեզ, գնել է, նաև կպաշտպանի էլ ձեզ։ God dwells in Աստված us. բնակվում է մեր մեջ։ This is also what we see in the life of Jesus. Սա նաև մենք տեսնում ենք Հիսուսի կյանքի մեջ։ In John chapter 1 and verse 14. Հովհաննես 1:14-ը Եվ բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ մենք նրա փառքը տեսանք, որպես հոր միացնի փառքը, շնորհով ու ճշմարտությամբ լեցուն։ It may not be clear, it's not clear in English, Անգլերենում But this is what այդքան God էլ has done. པարզ չէ ինչ է Աստված ասում, but in the Greek language he uses բայց a word հունարենում այստեղ օգտագործվում է մի խոսք, մի բառ, he uses a word that is related to the temple. որը վերաբերվում է տաճարին, Shekinah, Շեքան։ where we get the word Shekinah glory. Այդ Շեքանյա փառքը, This is the Շեքին։ tabernacle was that's the name for the tent in Hebrew, if you will. Սա այդ տաճարն է, ոնց որ վերաբերում է այդ 5 տականում գրված այդ վրանին։ It literally meant the covering of God. Բառացին նշանակում է ծածկել Աստծո համար։ That God has
created a home for him to dwell Աստված in. ստեղծել է իր համար տուն, որտեղ կարող է բնակվել, Christ came to this ու earth to Քրիստ be the tabernacle, ու Քրիստոսը եկավ այս երկրի վրա, որպեսզի այդ խորանում բնակվի։ to reveal the glory of Ու իր God. Աստծո փառքը հայտնի ցույց տա։ He took on human flesh Նա վերցրեց այդ մարդկային մարմինը, in order to house that glory. որպեսզի այդ տուն այդ փառքն ունենա։ Jesus was the very holy of holies of God. Հիսուսը Աստծո այդ սրբության սրբոցն էր։ In him we see Ու նրա մեջ ենք մենք տեսնում the glory of our God. մեր Աստծո փառքը։ While on earth, he reveals this glory. Երկրի վրա նա այդ փառքը ցույց տվեց։ Carefully read the Gospel of John and you'll see it over and over. Եթե շատ ուշադիր Հովհաննեսի ավետարանը կարդաք, սա անդադար կտեսնեք սա։ He works a miracle. It Նա is հրաշքներ էր a գործում։ revelation of the glory of God. Աստծո փառքի հայտնություն էր ցույց տալիս։ He raises Lazarus. Նա հարություն տվեց Ղազարոսին։ The very purpose is that he would reveal the glory of Ու God. հենց այդ նպատակով որ Աստծո փառքը նրա միջոցով երևա։ So he is that tabernacle upon the Այսինքն earth. նա երկրի վրա գտնվող հենց այդ խորանն էր։ When he departs, he tells us, Երբ նա գնաց մեզ ասաց. it's important for me to go away. Կարևոր է ինձ համար գնալը։ Expedient is one word. Մեկ խոսքով ասած, որ դա պետք է լիներ։ He says the Holy Spirit is coming. Ու նա ասաց, որ Սուրբ Հոգին կգա, He can only come if I go away. բայց կգա միայն այն ժամանակ, եթե ես գնամ։ The Holy Spirit's is with you now, but he's going to be in you. Սուրբ Հոգին հիմա ձեզ հետ է, բայց երբ որ ես գնամ, նա ձեր մեջ կլինի։ Just as there was a tabernacle in the Old Testament, Ինչպես 5 տականում այդ խորանը, just as Jesus housed the Holy Spirit, որը Սուրբ Հոգու այդ բնակարանն էր now Հիսուսի։ we are the home of the Իսկ Holy հիմա Spirit. այս նոր կտականում մենք ենք Սուրբ Հոգու բնակարանը։ His church is where the Holy Spirit dwells. Նրա եկեղեցին է, որտեղ Սուրբ Հոգին բնակվում է։ For 33 years, Jesus was that tabernacle. 33 տարի Հիսուսն էր այդ խորանը։ And now he has sent the Holy Spirit Ու հիմա unto նա his ուղարկել church. է իր եկեղեցում այդ Սուրբ Հոգին։ We are that temple of the Ու Holy մենք Spirit. հիմա Սուրբ Հոգու տաճարներն ենք, God's glory is to be seen in us. որպեսզի Աստծո փառքը տեսանելի լինի մեր միջոցով։ We also are individually Նաև անհատապես է սա։ temples of the Holy Spirit. Անհատական տաճարներ ենք հանդիսանում Սուրբ Հոգու համար։ I don't know that we fully come to the fullness of that thought, okay? Ես չգիտեմ մենք ամբողջությամբ եկել ենք այդ երևույթին, That God has chosen to dwell in you, որ Աստված ընտրել է մեզ բնակվելու to մեր մեջ, reveal himself որ in you, իրեն հայտնի մեր to միջոցով, flow through you որ by his հոսի ձեր anointing. միջոցով իր օծությամբ։ We got to remind ourselves who this church is. Ինքներս պետք է մեզ հիշեցնենք, who is this church? Who the church is. We got to remind. Ով է այս եկեղեցին։ We Մենք պետք է are that- ինքներս մեզ հիշեցնենք, We are that temple of the Holy որ Spirit. պետք է հիշեցնենք, որ մենք Սուրբ Հոգու տաճարն ենք։ We recognize that this is God's plan for this Պետք է age. հասկանանք, որ այս դարի համար սա Աստծո նպատակն է։ We're the very holy of holies, Այդ սրբության սրբոցը, where God's glory dwells. որտեղ Աստծո փառքն էր բնակվում։ Before the New Testament time, Միջև նոր կտակարանյան այդ ժամանակը Moses asked God, I want to see you. Show me Մովսեսն your ասաց glory. Աստծուն, ուզում տեսնել քեզ, ցույց տուր ինձ քեզ։ And you know, God said to Moses, no man can see Ու me Աստված and live. Մովսեսին ասաց, ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ։ So God walked past him, Ու Աստված անցավ նրա կողքով, hid him in the rock. նրան թաքցրեց այդ And ժայռի մոտ։ Moses was able to see God as he passed Ու by. Մովսեսը միայն տեսավ Աստծուն անցնելիս։ Now we live in a different time, Հիմա մենք այլ ժամանակներում ենք ապրում, in a time in which God is revealed to us. որտեղ Աստված իրեն հայտնում է մեզ։ His glory is put on display. Ու նրա փառքը այս վայրի վրա է։ Jesus reveals the glory of God. Հիսուսն է հայտնում Աստծո փառքը։ We become that same expression Ու մենք այդ նույն արտահայտման ձևն ենք դառնում Աստծո that համար։ God's glory is revealed in Որ us. Աստծո փառքը մեր մեջ հայտնվում է, երևում է մեր We've միջոցով։ got to know who we are. Ու դրա համար մենք պետք է իմանանք, թե ով ենք մենք։ We also have to do something with that Ու reality. նաև այս իրականության հետ գործ պետք է ունենանք, ինչ-որ մի բան պետք է անենք։ The book of Acts shows us the church filled with the Spirit of God. Գործ կառաքելոցը մեզ ցույց է տալիս, որ այդ եկեղեցին լցվեց նրանով։ Peter will stand and preach that day. Պետրոսը կանգնեց ու քարոզեց այնտեղ։ This was what was spoken by the prophet Joel.
Դա այն է, ինչ որ Հովել մարգարեի միջոցով ասվում էր։ God said, I will pour out my spirit Աստված upon ասաց, որ իմ all. հոգին ձեր բոլորի վրա կթափեմ։ This is the fulfillment of that Սա prophecy. այդ մարգարեության իրականացումն էր։ In the book of Joel, it says it shall come to pass afterwards. Հովելում ասում էր, որ հետո կգա այդ փառքը։ After God had restored Երբ որ Israel, Աստված կվերականգնի the Իսրայելը, Holy Spirit's going to be poured out. Սուրբ հոգին կթափվի, Peter calls it the last days. ու Պետրոսը ասաց, որ վերջին օրերում, The last days before the kingdom is revealed. միջև թագավորությունը կհայտնվի վերջին օրերում, The last days before Christ becomes that միջև king. Քրիստոսի գալը որպես թագավոր այդ վերջին օրերում։ We live in this time of the Մենք last հիմա days. ապրում ենք հենց այդ ժամանակներում, վերջին օրերում։ Peter declared it from the very beginning. Պետրոսը ամենասկզբից դա հռչակել էր, These are the last days. որ սրանք վերջին օրերն են։ All the world is going Ամբողջ աշխարհը to experience this outpouring of the Holy Spirit. կփորձարի կզգա Սուրբ Հոգու հեղումը իրենց վրա։ I've claimed that many, many times. Ես շատ անգամներ ասել եմ։ I'm ministering in Mongolia Ծառայել ենք Մոնղոլիայում, where they have not, they just got their Bible translated նրանք նոր էին ստացել այդ թարգմանված 30 Աստվածաշունչը years ago. 30 տարի առաջ։ They only had the New Testament in the Ու 90s. մենակ նոր կտակարան ունեին։ They got the Old Testament in around 2000, early 2000s. 2000-ականների սկզբում արդեն 5 կտակարան ունեին։ It's an amazing thing when you think about it, how long the Bible has been in your language, Ու հրաշալի բան է, որ գիտակցում եք, թե ինչքան երկար ժամանակ ունեք Աստվածաշունչը ձեր լեզվով։ and to think that the Bible was only translated just 30 years ago into. Ու երբ որ հասկանում եք, որ Աստվածաշունչը Մոնղոլիայում օրինակ թարգմանվել ընդամենը 30 տարի առաջ։ But we stand on a promise out there. Բայց մենք այդ խոստմանն ենք կարճում, God will pour out His որ Spirit upon Աստված all. իր հոգին կթափի բոլորի վրա։ And they are a part of the all. Եվ նրանք էլ այդ ամենի մասը They've կդառնան, come in these last days որովհետև գալիս են այդ վերջին to օրերը, receive for the first time որ պետք է առաջին անգամ a ընդունեն true witness. of ճշմարիտ Christ. վկայությունը Քրիստոսի, A true witness. ճշմարիտ վկայությունը։ They had some preaching centuries ago, Դարեր առաջ ունեցել են ինչ-որ քարոզներ, but this is the true witness. բայց սա հիմա ճշմարիտ վկայությունն Truly, է, we're living in the last days. որը մենք բնակվում ենք հիմա վերջին We օրերում։ need to be claiming that promise. Ու դրա համար մենք պետք է հրճակենք այդ Pour խոստումը, out your Spirit upon որ us. Աստված իր հոգին թափի մեզ վրա։ We've got to recognize that these are the last days Ու in մենք which we պետք է live. հասկանանք, որ մենք վերջին օրերում ենք ապրում։ God has placed us here, Ու Աստված մեզ դրել է այստեղ, purchased us as vessels, գնել է մեզ որպես անոթներ, put His glory inside of իր us. փառքը մեր մեջ դրել, God then pours His life through us. ու Աստված այդ ժամանակ իր կյանքը մեր միջոցով կհոսի, He reveals His glory ու to իր this փառքը generation. այս սերնդին ցույց կտա։ We have to know that this is what God is doing. Մենք պետք է իմանանք, որ սա Աստծո գործն է, սա այն ինչ որ Աստված անում է։ We're going to present it to you in as many ways as we can present it to you, Տարբեր ձևերով կարող ենք սա ցույց տալ, that we are that vessel of որ God. մենք Աստծո անոթներն ենք, We're a gate of ministry. որ մենք այդ ծառայության դարպասներն ենք, Here we're the temple of the Holy որ Spirit. մենք Սուրբ Հոգու տաճարներն ենք, Life flows from ու us. կյանքը մեզանից է հոսում։ This is what happens with the temple. Ահա ինչ է տեղ ունենում տաճարի հետ։ Is that river flows out of that temple Որ in այդ Ezekiel գետերը, 47. ինչպես Եզեկիելի 47-ն է ասում, այդ գետերը կբխեն տաճարից, մեզանից։ It is it is awkward, I think, to say. Կարծում եմ, sometimes. երբեմն վախենալու է սա ասել։ Oh, the Spirit lives in me. Հոգին ի մեջ է, The glory of God is seen in Աստծո me. փառքը ի մեջ է, We don't want to boast. չպետք է պարծենանք, We don't want to sound conceited, չպետք է dրանով հպարտանանք, but we have to realize the truth այլ of պետք է what we are. գիտակցենք ճշմարտությունը, թե ով ենք մենք։ God has given us the Holy Spirit, Աստված տվել է մեզ Սուրբ Հոգին։ not for our glory, Ոչ թե մեր փառքի համար է տվել, not for our ոչ selfishness, թե մեր եսասիրության համար է տվել, not so that we can be conceited and tell someone God lives այլ in me, որպեսզի մենք ոչ թե նրա համար, որ մենք ուղղակի մարդկանց ասենք, որ նա բնակվում է but մեր so մեջ, that truly God can dwell in us այլ Աստված ճշմարտապես բնակվում է մեր մեջ and work through ու us. գործում է մեր միջոցով։ This means that this vessel has to be forged in the fire. Սա նշանակում է, որ այդ անոթը պետք է կրակով անցնի,
that there has to be the removal of pride, ու ամեն բան, ամեն հպարտություն այդ անոթից պետք է հեռացվի any sin that obstructs, ու ամեն խանգարող հանգամանքներ anything that stands in the way. ու այն ինչ որ ճանապարհին կհայտնվի We've got to be able to walk պետք է ի վիճակի լինենք քայլելու in the knowledge that it's not me, it's Him. այն գիտությունով որ այս ամենը ոչ թե ես եմ ինձանից է այլ նա է It's not for me to be glorified, ինձ it's Him համար to չի be այդ glorified. ես չէ որ պետք է փառավորվեմ այլ նա փառավորվի It's for Him to work through me. նրա համար է որ նա պետք է միջոցով գործի We have to come to the reality, ու պետք է այս իրականությունը հասկանանք as Mordecai said to Esther. ինչպես Եստերի այդ հորեղբայրը անուն չեմ հիշում կներեք Մուրդքեն ասաց Եստերին How do you know? Մուրդքեն ասաց ինչպես գիտես ինչից իմացար But that you have been brought to the kingdom for such a time as this. որ ինչ գիտես որ դու հենց սրա համար չէիր կանչված He needed her to talk to the king. նա պետք է խոսեր թագավորի հետ It could be a life or death situation for her. ու այդ իրավիճակը նա պետք է անցներ He knew that if she didn't do what God needed her to do, Մուրդքեն գիտեր որ Եստերը պետք է աներ այն ինչ որ Աստված ասել է perhaps deliverance would arise from another place. որ ինչ որ մի տեղից այդ արթնությունը կգար But she has been chosen of God. Եստերն ընտրված էր Աստծո կողմից The right place at the right նա time. ճիշտ տեղում ճիշտ ժամանակի մեջ էր She is the one նա էր այդ through whom մեկը deliverance will ու come. միջոցով այդ ազատագրությունը կգար իր She ազգի is the համար one going to be used. նա էր այդ մեկը ով պետք է գործածվեր օգտագործվեր I believe that this is the last day ես հավատում եմ որ սա վերջին ժամանակներն են and that you have been chosen by God. որ ես եւ դուք ընտրված ենք Աստծո համար You've been brought to the kingdom for such a ու time as եկել ենք this, այս թակավորության մեջ հատուկ ժամանակի to համար be a temple of the Holy որպեսզի Spirit, լինենք Սուրբ Հոգու տաճարը to allow this Holy ու Spirit to թույլ flow տանք որ այս through you Սուրբ Հոգին հոսի մեր and միջոցով to touch the world around ու you. մեր շրջապատում գտնող այդ աշխարհին հպվի Amen. ամեն This is the time. սա է ժամանակը When we read the book of Acts, ու երբ որ մենք կարդում ենք գործ we see կարաքելոցը that they were waiting on the promise of the տեսնում Father. ենք որ նրանք սպասում են Աստծո խոստմանը They received Him. ընդունել էին նրան They received Him full. They were filled with the Holy Spirit, the Bible ընդունել էին ու says. Աստվածաշունչն ասում է որ լցված էին Սուրբ Հոգով We recognize that once filled with the Holy Spirit, ու հասկանում ենք որ մեկ անգամ լցվեցին Սուրբ that the Հոգով Holy Spirit flowed out of Սուրբ them Հոգին into սկսեց նրանցից Jerusalem. հոսել դեպի Երուսաղեմ The Holy Spirit sat upon them. ու Սուրբ Հոգին իջավ նրանց He վրա rested upon them. իջավ նրանց վրա He claimed that life as His own. ու այդ կյանքը ցույց տվեց ինչպես որ կա He filled them նա լցրեց նրանց to overflowing որպեսզի հեղվի նրանց so միջով that through them would flow this որ life. նրանց միջոցով այդ կյանքը հոսի We need another outpouring of the Holy Spirit. բայց մենք եւս մեկ այդ հեղման կարիքն ունենք Սուրբ Հոգու God has promised us the former and the latter rain. Աստված խոստացել է մեզ այդ վերջին անձրևների մասին We'll look at James chapter 5, նայենք Հակոբոս 5-րդ գլուխ where again this promise is given to us. այստեղ նորից այդ խոստումը մեզ տրված է Chapter 5, verses 7 and 8. Հակոբոս 5:7-ից 8 Ոստի համբերող եղեք եղբայրներ մինչև Տիրոջ գալուստը ահա մշակը սպասում է երկրի թանկագին պտղին եւ համբերությամբ է սպասում մինչև նա ստանա առաջին ու վերջին անձրևը դուք էլ համբերեք ձեր սիրտը ամրացրեք քանի որ Տիրոջ գալուստը մոտ է The book of Joel promised the latter rain. Հովել գիրքը նաև խոստանում մեզ վերջին անձրևները We have interpreted that to be the Pentecostal outpouring in our lives. Մեկնաբանություն դրա այդ է որ Պենտեկոստյան այդ շարժումը մեր կյանքում պետք է լինի James says we wait until we receive Հակոբոսն ասում է սպասեք մինչև կստանաք both the early and the latter rain. այդ առաջին եւ վերջին անձրևները We wait for it, այսպեսով մենք սպասում ենք anticipate it. մենք սպասում ենք դրան It's a promise of a double portion of Սա the outpouring of the Holy բաժնի Spirit. Սուրբ Հոգու հեղման կրկնակի բաժնի խոստումն է I believe God wants to do that in our lives. հավատում եմ որ Աստված այս մեր կյանքերում այս ամենն ուզում է անել The Elisha experience. Եղիան փորձառեց
that Elisha says to the old man, I need a double Ու այդ portion ծեր մարդուն նա ասաց, որ ես քո կրկնակի օծությունն եմ ուզում, of the կրկնակի Spirit that is բաժինը, upon you. այն հոգու, որը քո վրա է։ We in these last days, Մենք հիմա վերջին օրերում ենք, I could call it the last of the last days. կամ վերջինների վերջինը։ We need once again a double portion Ու դրա of the համար Holy մենք Spirit նորից ունենք այդ կրկնակի բաժնի կարիքը Սուրբ Հոգու, so that we can truly reach this որպեսզի generation for ճշմարտապես Christ. կարողանանք հասնել այս սերնդին։ He is looking for such a vessel, Ու նա հենց այս տեսակ անոթների կարիք ունի։ a vessel that will receive, to be filled with the Holy Spirit, Անոթ, որը կլցվի Սուրբ Հոգով, to receive all that God has for them. ընդունելու այն, ինչ որ Աստված ունի իր համար։ Daniel 11:32 says, Դանիել 11:32-ն ասում է, the people that know their God will be strong and do exploits. որ Աստված զորավոր է ու նրա միջոցով կգործի։ 11:32 Ուխտի դեմ ամբաշտություն անողներին շողոքորթությամբ են ապականելու, սակայն իրենց Աստծուն ճանաչող ժողովուրդը պիտի զորանա ու դիմադրի։ Notice he says people that know their God. Այստեղ նկատենք, որ ասում եմ մարդիկ, ովքեր գիտեն Աստծուն։ I believe that he wants to bring us into that temple relationship, Հավատում որ Աստված մեզ ուզում է տանել այդ տաճարի հարաբերությունների մեջ, to dwell in us, որ բնակվի մեր մեջ, reveal his glory in իր us. փառքը մեր մեջ հայտնի, It's a revelation to you սա որ լինի հայտնություն ձեզ as համար, much as it is to someone else. ինչպես մյուսների համար է։ The Holy Spirit is not far from you. Սուրբ Հոգին ձեզանից շատ հեռու չէ, He's within you. նա ձեր մեջ է, He's already there. նա արդեն այնտեղ է։ Again, he is that Spirit that raised Christ from the Նորից dead. ասենք, որ նա այն նույն հոգին է, որը Քրիստոսին մեռելներից հարություն I տվեց։ can know that Spirit. Ու ես կարող եմ ճանաչել այդ You հոգին։ can know that Spirit. Դուք նույնպես կարող եք ճանաչել այդ The հոգին։ Holy Spirit revealing himself to you. Ու Սուրբ Հոգին ինքն իրեն ձեզ հայտնում է, ցույց է տալիս։ You must know this God. Ու duk պետք է ճանաչեք այս But Աստծուն։ those who know God will be strong and do Նրանք, exploits. ովքեր ճանաչում են Աստծուն, կարող են զորանալ ու դիմադրել։ Jesus said Հիսուսն ասաց, that in my name որ իմ անունով they'd cast out demons. դևերին կհանեն։ My name they'd lay hands on the sick. Իմ and they'd անունով recover. ձեռքերը կդնեն հիվանդների վրա։ Jesus promised his disciples, Հիսուսը խոստացել է իր աշակերտներին, even greater works than I do will որ you դուք do. ավելին կանեք, քան ես եմ անում։ How can that even be Ոնց possible? կարա դա հնարավոր լինի։ Well, because God's about to do something new upon this earth. Որովհետև Աստված նոր բաներ է ուզում անել այս He's going երկրի to վրա։ put his Holy Spirit in Ու all of us. իր Սուրբ Հոգին բոլորիս վրա կթափի։ He's gonna cover this world with Ու his այս glory. աշխարհը կծածկի իր փառքով։ We're gonna see this river Ու flow. մենք կտեսնենք, որ այս գետերը բխում են։ But we have to know this God. Ու բայց պետք է ճանաչենք այս Աստծուն։ In Matthew 7, Մատթեոս 7-րդ գլխում there is that story of Jesus կա պատմություն, warning us որտեղ Հիսուսը մեզ զգուշացնում է about our relationship with him. իր հետ ունեցած հարաբերությունների մասին։ He said some in the last days will come. Ասում են I որոշները don't know այդ if he calls it the վերջին last days or not. Let's see what it is. Matthew 7 Matthew 7, 22 and 23. Մատթեոս 7:22-ից 23 Շատերն այն օրը ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորավոր գործեր կատարեցինք։ Եվ ես այն ժամանակ նրանց հայտնապես պիտի ասեմ, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Ինձանից հեռու գնացեք, դուք անօրենություն գործողներ։ Remember, if you know God, you'll be strong and do exploits. Հիշենք, որ եթե ճանաչում ենք Աստծուն, պետք է կլինենք զորավոր եւ կդիմադրենք։ It's also important in any relationship that Jesus says, I never knew you. Ու նաեւ հասկանանք, թե երբ որ Հիսուսն ասում է, երբեք ձեզ չեմ ճանաչել։ It would imply that they didn't know Jesus. Այսինքն դրանով ուզում է ասել, որ նրանք երբեք չեն ճանաչել Հիսուսին։ They didn't have that intimate, close Չեն ունեցել այդ relationship. մտերմիկ հարաբերությունները նրա հետ։ They could do some things. Նրանք կարող են ինչ-որ բաներ անել, They did some things կամ ինչ-որ բաներ արդեն արել for են their glory, իրենց փառքի for their համար, honor, իրենց պատվի համար, but they didn't know Jesus. բայց չգիտեին Հիսուսին, չէին ճանաչում։ Jesus didn't know them. Ու Հիսուսն էլ նրանց չէր ճանաչում։ It calls us
to evaluate our relationship. Ու սա մեզ օգնում, որպեսզի մենք վերանայենք մեր The հարաբերությունները։ vessel that he is forming Այն անոթները, որ նա ձևավորում է, will be a vessel that knows him, կլինի անոթ, որը կճանաչի նրան, and he will know them. ու նա էլ նրանց կճանաչի իր անոթներին։ He'll put his spirit inside of Նա իր them, հոգին մեր մեջ է դրել, and by that ու relationship այդ հարաբերություններով will flow salvation. կհոսի փրկությունը։ This is God's plan Սա Աստծո ծրագիրն է, in renewing the gate of ministry. ու սրանով նա նորոգում է այդ ծառայության դարպասները, It's knowing who we are. ճանաչելով թե ով է նա, You're that gate. որովհետև դուք այդ You're դարպասներն that եք, temple դուք այդ տաճարներն եք, where the glory flows. որտեղ փառքն է հոսում։ It's important, and I don't know. I don't know what Brother Dennis preached. I know Yes. the notes, Չգիտեմ ինչ է Հովիվ Ջենիսը քարոզել, but I want to say this բայց սա about եմ that ուզում gate. ձեզ ասել այդ դարպասների մասին։ You know, that gate is where God's Holy Spirit flows. Դարպասները այն դարպասներ են, որտեղ Սուրբ Հոգին է հոսում, It makes a possible for people to ու come մեզ into համար that հնարավոր church. դարձում, որ մարդիկ գան այդ դարպասներով They're եկեղեցի։ touched by it. But it's an avenue of access into the church. Սա այդ մուտքն է դեպի եկեղեցի դարպասները։ But the gate is also there for protection, Բայց դարպասները նաև պաշտպանության համար են։ not just access for those people Ոչ that միայն մուտք են մարդկանց համար, but that gate would be closed at night այլ նաև գիշերները պետք է փակվեն դարպասները, because you don't know who's coming in. որովհետև չգիտես ով ներս կգա։ And so we who are those gates of ministry, Այսպիսով մենք այդ ծառայության դարպասներն ենք, we're also means of protection. որը նաև նշանակում է պաշտպանություն։ We are binding the spiritual forces of our cities. Ու մենք կարող ենք մեր քաղաքի հոգևոր ուժերին կապել, We're binding the forces that come against individual որոնք believers. գալիս են այդ անհատական հավատացյալների դեմ, կարող ենք կապել այդ ուժերով, We're a gate that protects. որովհետև մենք դարպասներ ենք, որոնք պաշտպանում են։ We have to see that our prayers make a Ու պետք է difference տեսնենք, որ մեր աղոթները փոփոխություն են բերում, of protection in the lives of those in ու whom we պաշտպանություն serve. բերում նրանց, ովքեր ընդունել են, So that gate will open որպեսզի այդ դարպասները բաց լինեն, and that river will flow. ու այդ գետերը հոսեն, People will be saved and մարդիկ healed and կփրկվեն, delivered. կբժշկվեն, կազատագրվեն, But at the same time, բայց it's shut միևնույն ժամանակ so that the enemy doesn't have պետք է access. փակ լինի, որ թշնամու համար մուտք չլինի դեպի So our մեզ, prayers can protect the saints of որպեսզի God. մեր այդ աղոթները պաշտպանություն լինի, So the authority of the name of Jesus որպեսզի Հիսուսի անվան իշխանությունը can not only cast out that demon, ոչ միայն այդ դևերին կարողանա հանել, վռնդել, but protect those այլ նաև who պաշտպանի come under նրանց, attack at another time. ովքեր այդ ժամանակ հարցակման տակ կլինեն։ We've got to know who we are Մենք պետք է գիտակցենք թե ով ենք մենք, in order to rebuild որպեսզի that վերակառուցենք gate of ministry. ծառայության We have դարպասները։ to understand that that is what God wants to do. Պետք է հասկանանք, թե ինչ է Աստված To ուզում որ անենք։ find in our lives Գտնենք մեր կյանքերը, uh, մեր կյանքերի մեջ that fullness of the Holy Սուրբ Հոգու Spirit, այդ լիությունը, that knowledge that God has set այն us here. գիտությունը, որ Աստված է տալիս, This is the day, this is the որ hour, սա է այդ օրը, this is the last day. սա է վերջին օրը։ Let's pray that God will confirm that to us. Աղոթենք, որ Աստված սա հաստատի մեզ։ We're going to spend a few days talking about this and talking about the church and the Holy Մի Spirit. քանի օրեր դեռ կխոսենք եկեղեցու մասին, Սուրբ Հոգու մասին, This serves as the first introduction to that idea that you are a ու temple. սրանք դեռ of the Holy Spirit. այդ ներածությունն են նրան, որ մենք հանդիսանում ենք տաճարներ Սուրբ Հոգու։ Father, we thank you and praise you. Հայր